Երբ մարտի 13-ին հայկական կողմը Ադրբեջանից հետո հայտարարեց, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, հաջորդեց Բաքվի ապատեղեկությունների շարքը ուղիղ 25 անգամ, իբր հայկական կողմից կրակել են իրենց ուղղությամբ։ 16 անգամ Բաքուն մարտին է ստել, 8 անգամ ապրիլին։ Այս ընթացքում նրանց պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարական իջեցրեց ձևակերպել ցանկացած սադրանքի օպերատիվ են արձագանքելու։ Հետո շարունակեցին ստել, մի քանի անգամ հայտարարելով, թե հայկական կողմի դեմ համարժեք պատասխանատվություններ են ձեռնարկել, բայց այս ստերի Երևանի ռեժիմով հերքումներից բացի նաև Սյունիքի գյուղաբնակներն են հաստատում, ադրբեջանական կողմից կրակում են անպատասխան։ Ամեն օր, ամեն գիշեր ժամը 10:20, 10:25, 12:30, 4:30, հատուկ ժամեր կա էլի, այս գիշեր, անցած գիշերը էլի, ավելի շատ ինտենսիվ էր։ Խնածախ, ահագին, երկար կրակեցին իրիկուն։ Մերոնք պատասխանեցին։ Չէ, մերոնք լրիվ լուռ են։ Նույնիսկ հայհոյանքներ են եղել, հա, դրանց կողմից ոչխարների հետ կապված։ Ամեն օր տա հեչ, ամեն օր դե մոտի պոստերա հայհոյում են, մերոնք իրանք մերոնց։ Գիտեք, ես իրեք գյուղը, կտրված գյուղը, էլի Վաղատուր Խոզնավար Խնածախը, իրանց մեջ սեպի նման խրված ենք, երևի հոգեբանական գրոհը, էլի։ Ահագին գյուղից երիտասարդությունը հեռացել, որ անկանոն կրակում էին, հիմա ուղիղ նշանառությամբ գյուղին են խփում։ Վարչական ղեկավարի տան պատուհաններ ջարդվել, մեր ակումբին են խփել, մարդկանց տանիքներին է կպել։ Ադրբեջանի այս ակտիվությունն ըստ մասնագետի մեկ բան է նշանակում. Բաքուն ամենևին չի ձգտում խաղաղության։ Խոսում է խաղաղության մասին, համաձայնագրի կնքման մասին բաներ պատմում, պահանջում, զբաղեցնում ու կրակում։ Վերջին 6-7 հաղորդագրություններում իրենք ապատեղեկատվական հաղորդագրություններում շեշտում են, որ իրենք նաև պատասխան կրակ են բացել եւ հայկական կողմի հաղորդագրություններից ակնհայտ է դառնում, որ որոշ ուղղություններով ադրբեջանական կողմը իսկապես թիրախավորում է քաղաքացիական օբյեկտներ կամ քաղաքացիական անձանց պատկանող օբյեկտները։ Ապրիլի 13-ին ժամը 22:20-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը։ Տուժածներ չկան։ Ադրբեջանական կողմին կոչ են անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Ադրբեջանական կողմը քաղաքականությամբ ցույց է տալիս, որ շահագրգռված է կիրառել փաստացի նույնական քաղաքականություն ժամանակին կիրառում է Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես պատերազմի շարունակական վտանգը, շարունակական ագրեսիայի գնալու հնարավոր քայլերը, որոնք բնակչությանը պահում են անորոշության, ապագայի հանդեպ անվստահության, լարվածության եւ ընդհանուր տագնապային իրավիճակում։ Եվ Ադրբեջանը փաստացի շատ ակտիվ այսօր հայ հանրության նկատմամբ կիրառում է հոգեբանական ու տեղեկատվական ահաբեկչության քաղաքականություն։ Ահաբեկչության ագրեսորը փաստացի դիմում է նաև քարոզչական դաշտում։ Նրանց պետական ազգին օր ու գիշեր քարոզ է անում ադրբեջանցիների վերադարձի մասին, այսպես կոչված արևմտյան Ադրբեջան։ Ֆիլմաշար են սկսել, որի հենց առաջին հատվածը հայտարարում է հայերի դավաճանությունը Երևանի բերդի տարածքում։ İrəvan qalasının ələ keçirilməsinə görə Ահա այսպես է խաղաղության պատրաստությունը տեսնում թշնամին։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։